Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Հռութը բարկացած փախավ, մորաքույր Մարգարիտի խոսքերը հետևում էին նրան։ Հռութ, ես երկար եմ մտածել և պատրաստվում եմ քեզ գիշերօրթիկ դպրոց ուղարկել։ Երբ արևը մայր մտավ, նա արդեն շատ էր հեռացել տնից և մտածում էր, թե որտեղ կարելի է գիշերել։ Միգուցե գերեզմանատան հետևի եկեղեցում։ Նա քայլում էր գերեզմանաքարերի կողքով և կանգ առավ, երբ մի սպիտակ փոքրիկ խաչ տեսավ։ Յոհաննա Քոլինզ, 9 տարեկան, նա գնաց ապրելու Հիսուսի հետ։ Խորացած մտքերի մեջ Հռութը մտավ եկեղեցի։ Նա պառկեց եկեղեցու նստարանին և քնեց։ Հաջորդ առավոտյան քահանան մտավ եկեղեցի և այնտեղ գտավ Հռութին։ Բարի լույս, որտեղից ես եկել։ Հռութը վստահեց քահանային և պատմեց, որ տնից է փախել։ Ապա նա գնաց քահանայի տուն և համեղ նախաճաշ կերավ, մինչ տիկին Ռոբինջերը զանգահարում էր նրա մորաքրոջը։ Հռութը սենյակի շուրջ բոլորը ուսումնասիրում էր և պատին կախված մի նկար նկատեց։ Քեզ դուր է գալիս այս նկարը։ Սա Հիսուսն է, բարի հովիվը։ Նա իր ձեռքն է մեկնում կորած գառնուկին։ Նա ուզում է փրկել նրան։ Գառնուկն ինձ հիշեցնում է քո մասին։ Նա ինձ նույնպես կգտնի, և ես Յոհաննա Քոլինսի պես երկինք կգնամ։ Այո, դու պարզապես պետք է ասես, որ ուզում ես նրան պատկանել։ Ես այս նկարը քեզ կնվիրեմ, իսկ հիմա տուն վերադարձիր, քո մորաքույրն անհանգստանում է քեզ համար։ Տան ճանապարհին Հռութն իր գրպանից հանեց նկարը։ Նա նայում էր դրան, մինչ աղոթում էր։ Տեր Հիսուս, ես անհնազանդ գառնուկ եմ։ Խնդրում եմ ներիր իմ բոլոր մեղքերը։ Ես ուզում եմ քեզ պատկանել և մի օր քեզ հետ ապրել երկնքում։ Ամեն։ Հիսուսն այսպիսի աղոթքներին անմիջապես պատասխանում է։ Հռութը շնորհակալություն հայտնեց դրա համար և ուրախությունից սկսեց ցատկոտել։ Մորաքույր Մարգարիտը նրան էր սպասում տան դռան դիմաց։ Նրանք գրկախառնվեցին։ Մորաքույր Մարգարիտ, կներես ամեն բանի համար։ Խնդրում եմ, ինձ մի ուղարկի գիշերօրթիկ դպրոց։ Ես այս պահից սկսած ինձ լավ կպահեմ։ Ես սիրում եմ քեզ, արի մեկ անգամ էլ փորձենք։ Հռութը շատ էր աշխատում իր պահվածքի վրա։ Նա լսում էր բարի հովվի ձայնը, երբ նա Աստվածաշնչի միջոցով խոսում էր իր հետ, և նա չէր լսում իր հպարտ ես-ի ձայնին, որը միշտ փորձում էր գլուխ բարձրացնել։ Հռութն իրոք փոխվել էր։ Որոշ ժամանակ ամեն բան շատ լավ էր, բայց հետո անպայման լսիր հաջորդ թողարկումը, որ իմանաս, թե ինչ եղավ հետո։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։